Կեղծ ցուցմունքներ են տալիս ոստիկանները ընդդիմադիր հայացքներ ունեցող բողոքի անհնազանդության ակցիաներ անող մարդկանց դեմ։ Ոստիկանները բնական է նման իրավիճակներում ունեն կաշկանդվածություն, ունեն գերատեսչական շահ։ Հավանաբար գերատեսչական շահի կամ կաշկանդվածության պատճառով ոստիկանները ցուցմունք էին տվել 19-ամյա Արսեն Վարդանյանի դեմ, որը 2024 թվականի մայիսի 10-ին Սրբազան պայքարի թեժ օրերին Երևան-Մեղրի ավտոճանապարհը փակել, անհնազանդության ակցիա էր արել մի խումբ մարդկանց հետ։ Ըստ փաստաբան Արամ Վարդևանյանի, առանց օրինական պահանջ ներկայացնելու ոստիկանները որոշել էին դադարեցնել ակցիան ու ձերբակալել Արսենին, ապա կալանավորել էին երիտասարդին։ Ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Պարզապես ավտոմեքենայով խաղաղ անհնազանդության ակցիա էր տեղի ունեցել, բնականաբար այն ժամանակավոր բնույթ էր կրելու, բնականաբար ինչպես այլ դեպքերում որևէ օրինական պահանջ չի ներկայացվել։ Մեկ ամիս անց 19-ամյա երիտասարդի խափանման միջոց կալանքը դատարանը փոխել էր 1 միլիոն դրամ գրավով, վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։ Եվ ահա 10 ամիս անց, այս տարվա մարտի 12-ին Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է երիտասարդ տղային։ Իսկապես ճշմարտությունը բացահայտվեց։ Պատկերացրեք ի վերջո այդ գործով էլ կար տեսանյութ, որտեղ չի երևում ոչ մի հարված։ Հա, կան ոստիկանների ցուցմունքներ, որոնք խոսում են ենթադրյալ հարվածի մասին։ Ի վերջո այս պրակտիկային պետք է վերջ տրվի։ Բայց այն, որ նմանատիպ քրեական գործերը դատարաններում դեռ շարունակվում են, փաստ է։ Համանման դեպքը առկա է Լևոն Քոչարյանի գործով, այսինքն գրեթե նույն մեղադրանքն է։ Զուգադիպություն է, դժվար է կողմնորոշվել, ասում է փաստաբանը։ Ամբողջ նախաքննության Հայաստանի երկրորդ նախագահի որդու խորհրդարանի Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանին 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում բողոքի զանգվածային ակցիաներից մեկի ժամանակ դաժան ծեծի էին ենթարկել, ապա ձերբակալել։ Մարմնական վնասվածքներով Լևոն Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Բայց քրեական գործ հարուցվեց ոչ թե ոստիկանների, այլ Լևոն Քոչարյանի նկատմամբ։ Կրկին գործ ունենք ոստիկանի ցուցմունքների հետ, գործ ունենք տեսանյութի հետ, որտեղ ոստիկանի ցուցմունքները արտահայտված չեն։ Շատ հետաքրքիր համընկնում։ Լևոն Քոչարյանի դեմ ցուցմունք տված ոստիկանը կարմիր բերետավոր Հրաչիկ Խաչատրյանն է։ Այս տեսանյութում երևում է, թե ինչպես է կարմիր բերետավորը Լևոն Քոչարյանին բռունցքով հարվածում մեքենայում բերման ենթարկելու ժամանակ։ Ինչու մի դեպքում դատարանը արդարացման վճիռ է կայացնում 10 ամսյա գործով, իսկ մյուս դեպքում 1.5 տարի շարունակվող գործի վերջը չի երևում։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան, Եվանի Ղանդելյան, Հայլուր։